Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Ծովին արվեդայական թվահոգեբան և տարոլոգն է։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ մի փոքր խոսել, տեսնում եք էկրանի վրա դրված է Սանսարան, հոգիներ և այլն։ Բավականին լայնածավալ լեկցիա է լինելու։ Մենք բոլորս գիտենք, որ կյանքը նման է մի հսկայական հյուսվածքի, որտեղ ամեն թելին ունի իր գույնը, հա, բոլորս դա հասկանում ենք, իր ամրությունը և իր նշանակությունը։ Այս պատմության մեջ ես ձեզ հետ կխոսեմ տարբեր հերոսներից, տարբեր թեմաներից, որը ձեզ համար շատ հետաքրքիր կլինի։ Ճակատագիր և ընտրություն հաճախ կարող եք լսել, հա, այսպիսի բան։ Հաճախ մենք բոլորս ճակատագիրն ընկալում ենք որպես անխուսափելի մի գիծ, բայց իրականում այն ինչի է նման է ծովի հոսանքին, այն կարող է քեզ ուղղություն ցույց տալ, բայց թե ուր կպահես քո նավիղեկը, դա կարող է կապված լինել, թե ուրեմն քո նավիղեկը որտեղ կպահես, հա, միայն քեզանից է կախված։ Ճակատագիրը դռներ է բացում, բայց ներթող մտնելու քաջությունը մեր ընտրությունն է, հա, ես այս մասին բավականին շատ եմ խոսել։ Սեր, հույս, հավատ, սրանք այն երեք հիմնասյուններն են, որոնք թույլ չեն տալիս աշխարհին փլուզվել։ Սերը դա տիեզերքի ամենահզոր էներգիան է, կարելի է այսպես ասել, որովհետև այն ոչ միայն զգացմունք է, այլև զոհողություն և ուժ դիմացինի մեջ լավագույնը տեսնելու։ Շատ մարդիկ գիտենք, հա, որ ինչու են ասում, սերը կարող է փրկել աշխարհը, եթե մենք իրար սիրում ենք։ Հավատը այս ներքին կողմնացույցն է, որը մեզ առաջ է մղում, երբ աչքերով դեռ ոչինչ մենք չենք տեսնում, բայց հավատում ենք, հա։ Հույսը դա վերջին լույսն է, որը վառվում է նույնիսկ ամենամութ գիշերվա ժամանակ, այն մեզ կարող է հուշել, որ վաղվա օրը նոր հնարավորություն կարող է, հա, լինել մեզ համար։ Չարի և նախանձի ստվերները, այստեղ ցավոք լույսի կողքին միշտ բոլորս գիտենք, որ կա ստվեր։ Նախանձը դա նման է ժանգի, որը ներսից կարող է կրծել մարդկանց հոգին։ Որտեղից կարող է դա ծնվել, հա, հարց։ Դա կարող է ծնվի սեփական անկատարության վախից։ Չարը հաճախ հենց այդ ներքին դատարկությունն է, որը փորձում է լրացվել ուրիշի լույսը մարելով։ Բայց պետք է հիշել, որ չարությունը երբեք չի հաղթում չարը։ Երկարաժամկետ հեռանկարում, հա, քանի որ այն չունի արմատներ, այն կարող է սնվել միայն ատելությամբ։ Իսկ լուսավորի հետ կապված լուսավոր մարդկանց այս աշխարհի իրական հրաշքները հենց լուսավոր մարդիկ են, ովքեր լույս են տալիս մարդկանց, իրենց արևն են ցույց տալիս, իրենց հետևից տանելով մարդկանց։ Նրանք այն անհատներն են, ովքեր անցնելով ցավի ու դժվարությունների միջով չեն կոշտացել, այլ դարձել են ավելի նուրբ ու բարի։ Նրանց ներկայությամբ դուք ձեզ կարող եք շատ լավ զգալ, այսպիսի մարդիկ չեն քննադատում, այլ ոգեշնչում են մարդկանց, նրանց լույսը երբեք չի կուրացնում, այլ հակառակը կարող է ջերմացնել, հա։ Երբեմն ինչու՞ չէ մեկ լուսավոր մարդը բավական է, որպեսզի մի ամբողջ սերունդ հավատա բարուն, հա։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ այս ամենի մեջ ամենակարևորը, որ քո ներքին խաղաղությունն է, երբ քո ներսում կա սեր և հավատ։ Ոչ մի նախանձ կամ չարիք քեզ չի կարող սասանել քո ճանապարհը, հա։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ Սանսարայի անիվի գաղափարը հենց դրա մասին է, հոգու անվերջանալի ճանապարհորդության, որտեղ մահը ոչ թե վերջաժամկետ է, այլ նոր սկիզբ։ Այս փիլիսոփայության մեջ մեր կյանքը կարող է նման լինել մի գրքի,
որի գլուխները մենք կարող ենք գրել դարեր շարունակ, հա։ Օրինակ, կիսատ մնացած դասերն ու վերածնունդը դա ինչի համար է, հա։ Երբ հոգին մարդու կարող է հեռանալ այս աշխարհից, նա իր հետ կարող է տանել ինչը իր կարման։ Կիսատ թողած էստեղ գործերով, հա, որ հետագայում հետ գա եւ ինքը շարունակի այնինչ ինքը աշխատել է դրանք ուղի։ Կիսատ մնացած դասերն ու վերածնունդը այստեղ երբ հոգին հեռանում է այս աշխարհից, նա կարող է հետ ստանալ իր կարման։ Փորձությունների, օրինակ, սխալների եւ չիրականացված ինչ որ երազանքների այն բեռը, որը մարդ կարող է կուտակել է։ Անավարտ ծրագրերը մենք հաճախ կարող ենք վերադառնալ, որովհետեւ մեր մեջ դեռ կա մի ծառավ, որը չի հագեցել։ Դա կարող է լինել կիսատ թողած սերը, չներված վիրավորանքը կամ մի տաղանդ, որը այդպես էլ դուք չեք բացահայտել ձեր մեջ։ Հոգևոր պարտքերի հետ կապված նաև երբ մարդու հոգին մնում է այս սանսարա անիվի մեջ, հոգևոր պարտքերից մեկը դա այն է, որ սանսարայի անիվը մեզ կարող է հետ բերել նույն մարդկանց մոտ, բայց այլ դերերում, հա, այլ մարմնով, դեմքով։ Նա, ով նախորդ կյանքում քո թշնամին էր, այս կյանքում կարող էր դառնալ քո ամենամտերիմ ընկերը, որպեսզի վերջապես սովորեք ներել միմյանց, հա։ Ինչու ընդհանրապես, ինչու ենք մենք մոռանում։ Մենք կարող ենք վերադառնալ մաքուր էջով, որպեսզի հիշողությունների ծանրությունը չկաշկանդի մեր ընտրությունը։ Եթե մենք հիշենք, հա, մեր բոլոր նախորդ ցավերը, չենք կարողանա ազատորեն սիրել կամ գործել։ Այստեղ մոռացումն էլ, հա, մեզ հնարավորություն կարող է տալ կայացնել նոր, ավելի գիտակից որոշումներ։ Ձեր ճանապարհը, հա, օրինակ եւ ազատագրում ինչպեսին կարող է լինել։ Ընդհանրապես սանսարայի անիվից դուրս գալու միակ միջոցը հենց այդ ծրագրի ավարտելն է։ Բայց ավարտելը ես չեմ ասում, հա, որ դա չի նշանակում դառնալ հարուստ կամ հայտնի։ Այսինքն ինչ կարա դա նշանակի։ Մաքրեք ձեր հոգին նախանձից ու ատելությունից, հասնեք լիակատար անձնազոր սիրո, գիտակցեք սեփական աստվածային ձեր էությունը։ Այստեղ երբ հոգին այլևս ոչ մի պարտք կամ կապվածություն չի ունենում երկրային նյութի վրա հետ, հա, նա կարող է դուրս գալ անիվից եւ դառնալ դիեզերական լույսի մի մասնիկը։ Իշն է այստեղ հետաքրքիր, որ ստացվում է, որ մեր ներկա կյանքը մեր նախորդ ջանքերի արդյունքն է եւ ապագայի հիմքը, հա։ Մենք այստեղ ենք, որպեսզի սրբաց գրենք մեր հին սխալները եւ ավարտին հասցնենք մեր հոգու լուսավոր առաքելությունը։ Հետաքրքիր է, հա, երբևիցե դուք զգացել եք երբևէ խոսքի օրինակ դժվարություններ կամ այնպիսի ներքին ձգտման խոսքի օրինակ զգացողություն, որը կարծես թե գալիս է շատ ավելի հին ժամանակներից, քան այսօրվա ձեր ներկա կյանքը կարող է լինի, հա։ Դիեզերական օրենքները կամ այսպես ասած հոգևոր օրենքները կարող են գործել նույնքան անխափան, որքան ֆիզիկայի օրենքները, հա։ Եթե դուք բարձրությունից քարը բաց թողեք, օրինակ եմ բերում, այն կարող է ընկնի ներքև անկախ նրանից, թե դուք հավատում եք ձգողականության ուժին, թե ոչ։ Մի քանի օրինակներ ես կարող եմ բերել, որպեսզի դուք հասկանաք, հա, ես ինչ նկատի ունեմ։ Սա ամենահայտնի օրենքներից մեկն է, այն ինչ ցանկանում ես, այն էլ հնձում ես, իմ բառերից մեկն է։ Ինչու չպետք է խախտել, հա, եթե մարդը չարություն կամ նախանձ սերմանում ուրիշի հանդեպ, այսինքն նա դիեզերք է ուղարկում բացասական էներգիայի ալիք, եւ այստեղ դիեզերքը կարող է ձգտել հավասարակշռության, հա։ Այդ էներգիան վաղ թե ուշ վերադառնում է տիրոջը հաճախ ավելի մեծ ուժով։ Օրինակ բերեմ, եթե դուք խաբեությամբ հասնում եք հաջողության,
այդ հաջողությունը կարող է լինել փխրուն, հա։ Դուք կարող եք կորցնել ավելին այնտեղ, որտեղ չեք սպասում, քանի որ հիմքը դրել եք օրենքի խախտմամբ, այսինքն տիեզերքի օրենքի խախտմամբ։ Հավասարակշռության օրենքը, այսինքն տիեզերքը չի հանդուրժում ծայրահեղություններ, երբ մենք ինչ-որ բանի տալիս ենք չափից ավելի մեծ նշանակություն կլինի դա փողը, հպարտությունը կամ նույնիսկ մեկ այլ մարդու հանդեպ կուրացող սերը, հա։ Կներեք մի վարքյան սիրելի հետևորդներ։ Ստեղից մենք ինչ կարող ենք ենթադրել։ Մենք ստեղծում ենք ավելցուկային ինչ-որ պոտենցիալ, ես բացատրեմ ինչու չխախտել, հա, որովհետև տիեզերքը կարող է փորձել հավասարակշռել դա, խլելով ձեզնից այն, ինչին դուք կարճացեք։ Օրինակ, մարդը ով իրան բոլորից բարձր է դասում, հպարտություն կարող է ունենալ, հաճախ կարող է հայտնվել բավականին ստորացուցիչ իրավիճակներում, որպես իր հոգին սովորի խոնարհություն եւ ինքը հասկանա, հա, որ բոլորը հավասար են։ Հաջորդը էներգիայի փոխանակման, այսինքն էներգոաբմենի մասին է, այդպիսի օրենք էլ կա, այսինքն ոչինչ անվճար չի, հա, ձերի չի, որպեսզի ստանաս պետք է դրա համար ինչ անես, տաս։ Ինչու չխախտել, եթե մարդը միայն փորձում է վերցնել, այսինքն գողանալ, օգտագործել ուրիշի ռեսուրսները, չվճարել աշխատանքի համար, նա ստեղծում է ինչ էներգետիկ պարտք։ Օրինակ, այն մարդիկ, ովքեր անընդհատ բողոքում են, ակնկալում են, որ աշխարհն իրենց պարտք է կամ մունատ են գալիս, հա, նկատում են, որ իրենց կյանքից հնարավորությունները գնալով պակասում են, նրանք ինչ են անում, փակում են իրենց սեփական էներգետիկ հոսքը։ Նույնը, երբ որ զոհ են խաղում եւ այստեղ դա տիեզերքի օրենքի խախտում է եւ այսպիսի մարդիկ ինչ են անում, կարմա են աշխատում, խախտելով տիեզերքի օրենքը, այլ մարդուն զոհ դարձնելով։ Ազատ կամքի օրենքը ոչ ոք իրավունք չունի ընդհանրապես բռնանալ մեկ այլ հոգու ընտրության վրա, այլ անձի, հա, ինչու այստեղ չխախտել։ Սա ամենալուրջ հենց խախտումներից է, երբ մենք փորձում ենք մանիպուլյացիայի ենթարկել ուրիշներին կամ ստիպել նրան ապրել մեր ուզածով կամ թելադրում են, հա, կամ, չգիտեմ, խաղում են ուրիշի ռեպուտացիայի հետ եւ այլը։ Այստեղ ինչ ենք անում, մենք ստանձնում ենք նրա ճակատագրի պատասխանատվությունը, այսինքն դա էլ է խախտում։ Օրինակ, ծնողը ով կոտրում է զավակի կամքը եւ ստիպում է դառնալ այն, ինչ ինքն է ուզում, այստեղ հետագայում ծնողը ստիպված պետք է լինի կրի այդ երեխայի ձախողումների հոգեկան ծանրությունը։ Շատ մարդիկ այս մասին չգիտեին։ Ընդհանրապես, ինչու է կարևոր ապրել այս օրենքներով, ներքին խաղաղություն, այսինքն երբ որ դու չես խախտում տիեզերքի կարգը, քո հոգին հանգիստ է, հա, չկա ինչ որ տագնապ մեջդ կամ վախ։ Էներգիայի պահպանումը, այսինքն դուք ուժ չեք վատնում պատերի դեմ պայքարելու վրա, այստեղ կյանքը դառնում է ձեր մոտ հոսուն եւ թեթև, հոգու էվոլյուցիան է, երբ որ մարդ տրանսֆորմացիա է ապրում, յուրաքանչյուր պահպանված օրենք ձեզ կարող է մոտեցնել հենց սանսարայի անիվից ազատվելու։ Այսինքն տիեզերքը ստեղ պատժող չի, հա, նա ուղղակի արդար է, այն կարող է նման լինի հայելու, եթե ժպտում ես, քեզ ժպտում են, եթե հարվածում ես, նաև քեզ հարված է գալիս։ Այն կարող է նման լինել հայելու, եթե ժպտում ես, հա, բացատրեցի, քեզ էլ են ժպտում։ Ընդհանրապես Արարիչը ստեղծել է մի կատարյալ համակարգ, որտեղ ամեն ինչ սկսած ամենափոքր միջատից մինչև հսկայական օվկիանոսները փոխկապակցված են, հա, իրար, այն ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը, սոսկ միջավայր չէ, հա, այլ կենդանի, շնչող մի օրգանիզմ, բնությունը եւ այլը։ Կներեք, ընդհանրապես ինչու չի կարելի վնասել Արարչի ստեղծածը։
Երբ մենք երբ մարդիկ, մենք չեմ կարող ասել, որովհետև ես ինքս վնաս երբեք չեմ տվել։ Երբ մարդիկ վնասում են բնությանը կամ կենդանիներին, նրանք իրականում կարող են վնասել ինքները իրենց։ Նույնը, երբ որ մարդ ինչ-որ բան դիմացինին ասում է, դա ինքը իրան է կամենում, այսպես պետք է հասկանա։ Դա նման է նրան, որ մարդը կարող է կտրի մի ծառի ճյուղ, որի վրա նստած է, հա։ Սրբության հետ կապված յուրաքանչյուր կենդանի էակ արարչի մտահղացման մի մասն է եղել, եւ այստեղ վնասելով արարչի ստեղծված կենդանիներին, այսպիսի մարդիկ անարգում են ստեղծողին, արարչին։ Հավասարակշռությունը, այսինքն բնության մեջ չկա, հա, ավելորդ ոչինչ այն, ինչ ստեղծել է արարիչը, ամեն ինչ, որպեսզի մարդիկ վայելեն։ Եթե վերանում է մի տեսակ կամ աղտոտվում է մի գետ, խախտվում է էներգիայի հոսքը, ինչը կարող է բերել հիվանդությունների եւ տառապանքների։ Կարեկցանքը, այսինքն դա ստեղծել է կենդանին ինչի համար, որ կենդանիներն ունեն հոգի, իրանք էլ են զգում, հա, էմոցիաներ, ունեն զգացմունքներ։ Նրանց հանդեպ դաժանությունը այստեղ չորացնում է, կարելի է ասել, հենց մարդու, հա, այսինքն կարող է չորացնել մարդու հոգին, հա, նրան դարձնելով անընդունակ սիրո եւ լույսի համար։ Ընդհանրապես, արդյոք բնությունը կարող է վրեժ լուծել, այս մասին ես խոսել եմ ձեր հետ, շատերն են այսօր զգում, որ երկրագունդը ներկա պահին այն կեղտոտ գործողությունները, չար գործողությունները, մտքերը, ինչ մարդը էկոլոգիապես մաքուր չի պահում իր հոգին, որը դրել է արարիչը նրա մարմնի մեջ եւ իր եկեղեցին մարմինը, այսօր դրա համար նրա գործողությունների, այսպիսի մարդկանց գործողությունների շնորհիվ ցնցվում է, հա, երկրագունդը, բայց արդյոք դա կարող է լինել վրեժ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ բնությունը ինքնամաքրվում է, երբ մարդկային չարությունը, ագահությունը եւ անհարգալից վերաբերմունքը բնության հանդեպ անցնում են թույլատրելի ինչ-որ սահմաններ, հա, երկիրը որպես կենդանի էակ կարող է սկսել արձագանքել։ Հայելային օրինակ արձագանք, դա որն է, տիեզերական օրենքով բնությունը մեզ հետ, մարդկանց հետ կարող է վարվել այնպես, ինչպես մարդիկ, հա, մենք նրա հետ։ Եթե մենք խոսքի օրինակ սերմանում ենք քաոս, կարող ենք ստանալ բնական աղետներ, դա բնական է, պետք է դուք հասկացած լինեիք։ Խոսքի օրինակ արթնացումը, կարելի է ասել, որ բնությունը արթնացել է, այն այլևս կարող է չհանդուրժել սպառողական ու դաժան մարդկային այդ չար վերաբերմունքները, այն ինչ ստեղծել է արարիչը, ստեղ համաճարակները, կլիմայական փոխությունները եւ տեսակների անհետացումը ազդանշաններ են, որոնք հուշում են, որ մարդ պետք է կանգ առնի։ Արարչի բարկությունը, այստեղ արարիչը բացարձակ ինքնիրենից ներկայացնում է սեր, հա, բայց նրա օրենքները բավականին խիստ կարող են լինել։ Երբ մարդը կորցնում է իր մարդկային դեմքը եւ դառնում է կործանարար ուժ, տիեզերքը այստեղ կարող է միացնել իր ինքնապաշտպանության մեխանիզմները, ինչը շատ մարդիկ այս մասին չեն հասկացնել։ Այսինքն դա վրեժ է, թե դաս։ Բնությունը ընդհանրապես վրեժխնդիր չի իր էությամբ, հա, կարելի ասել նա ուսուցիչ է։ Այսօրվա դժվարությունները մարդկությանը հենց տրված են, կարելի ասել, որպես դաս, որպեսզի մենք վերադառնանք մեր արմատներին, սովորենք հարգել ամեն մի տերևը, դադարենք տանջել կենդանիներին, հանուն հաճույքի կամ շահի, ինչ որ տեսած կլինեք շիզոֆրենիկ հոգեկան հիվանդներ, որ անում են, հասկանան, որ մենք բնության տերը չենք, հա, այլ նրա մասնիկը։ Խոսքի օրինակ, եթե մարդկությունը, հա, փոխի իր վերաբերմունքը, սկսի ապրել խաղաղության եւ լույսի մեջ, այստեղ բնությունը նույնպես կարող է հանդարտվի։
նա ես կարող եմ այսպես ասել, որ միշտ պատրաստ կլինի ներել եւ բուժել մեզ, եթե մենք անկեղծորեն զղջանք եւ փոխվենք։ Ինչ եք կարծում, մարդկությունը դեռ ժամանակ ունի սխալներն իր ուղղելու, թե մենք արդեն անդառնալիության կետերին ենք, հա։ Այս հարցին ես շատ կցանկանայի, որպեսզի իմ հետևորդները նաև կարողանան պատասխանել։ Այո, մենք դեռ ունենք իհարկե ժամանակ, բայց այդ ժամանակը գնալով կարող է սեղմվել, տիեզերքը մեզ կարող է տալ հնարավորություն, որովհետև Արարչի սերը իրականում սահմաններ չունի, սակայն այդ հնարավորությունից օգտվելու համար պետք է կոլեկտիվ արթնացում, թե ինչպես կարող են որոշ մարդիկ սրբագրել այդ ընթացքը եւ հաշտվել բնության եւ Արարչի հետ, հա։ Դա գիտակցության օրինակ, որ երբ որ մարդ գիտակցում է իր արարքները, ամեն ինչ կարող է սկսվել մարդու մտքից։ Կներեք։ Եվ այստեղ գիտակցության փոփոխության հետ կապված բնությանը նայել որպես ռեսուրսի կամ տարածքի, հա, երբ մարդը հասկանա, որ ծառը նույնպես ցավ է զգում, իսկ կենդանին իհարկե կենդանին էլ է ցավը զգում։ Իսկ կենդանին ինչու է ցավը զգում, որովհետև նա ունի իր առաքելությունը եւ հոգի է, հա, նա այլևս չի կարող ձեռք բարձրացնել նրանց վրա։ Դասը դա մենք պետք է Տիրոջից վերածնվենք պահապանի, այլ ոչ թե վայրենու։ Հոգևոր էկոլոգիան, մինչև չմաքրվի մարդու ներքին աշխարհը, արտաքին աշխարհը 100% իմացեք, չի կարող խաղաղվել։ Կենդանի կապի վերականգնումն է բնության վրեժ, որովհետև բնությունը ինքը վրեժ խնդիր չի լինի հենց այն մարդկանցից, ով ապրում է իր հետ ներդաշնակ, հա, կենդանիներին չի վնասում, ընդհանուր ներդաշնակ է, ամեն ինչի մեջ համահունչ է։ Այստեղ պետք է հիշել հին իմաստունների խոսքերին կամ սրբերին, ում կողքին վայրի գազանները ասում էին, որ դարձել են հնազանդ ու հանգիստ։ Դա ասում էին, որ տեղի էր ունեցել, որովհետև այն մարդկանցից բխել էր անվերապահ սեր, որովհետև այո, Արարիչ սեր է։ Եթե մարդկության քրիտիկական զանգվածը սկսի ապրել սիրո օրենքով, բնական է այստեղ, որ բնական աղետներ կարող են նվազել, քանի որ դրանց կարիքը որպես, հա, ուրեմն արթնացում կամ արթնացող այստեղ այլևս չի լինի, հա, որևիցե հարվածներ այստեղ։ Այստեղ փոքր քայլերի ուժից մի փոքր կցանկանայի խոսել, ինչը շատ կարևոր է, երբ մենք շարունակում ենք քնած մնալ եւ խախտել տիեզերական հավասարակշռությունը, այստեղ բնությունը իհարկե կարող է շարունակել իր ցնցումները, ոչ թե մեզ պատժելու, այլ մեզ փրկելու համար, որպեսզի մենք արթնանանք, հա։ Երբեմն վիրաբույժը ոնց որ պետքա ցավ պատճառի կտրված քանի, հա, որպեսզի հեռացնի մարդու ուռուցքը եւ փրկի մարդու մարմինը։ Մարդկության ուռուցքը նրա անսանձ, կարելի ասել, եսասիրությունն է։ Բայց ես այստեղ հավատում եմ, որ լուսավոր մարդկանց թիվը կարող է ավելանալ։ Ամեն մի բարի միտք կայծ կարող է լինի, որը կարող է ցրել նաև ինչը, իհարկե, խավարը։ Կարծում եմ ձեզ համար բավականին հետաքրքիր լեկցիա եմ ես պատրաստել, որը շատերին մտածելու տեղ կտա, որովհետև չի կարելի այն, ինչը ստեղծել է Արարիչը, դու վնասես, չի կարա մարդ անգիտակցաբար վնասի։ Ես չեմ հավատում տենց հեքիաթներին, սիրելի հետևորդներ, այն ինչ ստեղծել է Արարիչը։ Այսքանով ես կավարտեմ իմ աշխատանքը, մաղթում եմ ձեզ բարի գիշեր։